ցույց տամ էլի հերթական տեսանյութը, որ տեսախցիկը պլոմբել ենք, էլի բացվել էր, բայց քանի որ մենք հետևողական ենք, էլի այն պարտավորեցնել ենք փակցնել եւ արձանագրում ենք կատարել։ Հիմա գնանք այլ ընտրախախտումներ, խնդրեմ։ Տեսեք, խոտանված երրորդ համարի քվեաթերթիկներ, այսինքն տեխնիկապես քվեաթերթիկը փորձել են վնասել, որպեսզի մարդիկ ընտրելուց հետո խնդիր ունենան հաշվարկի ժամանակ անվավեր ճանաչելու հնարավորություն տալով տվյալ հանձնաժողովին։ Կրկին ասում եմ, նման տեխնիկական խնդիրները քվեաթերթիկի անվավերության հիմք չի կարող հանդիսանալ, որովհետև իրավասու մարմիններն են պատասխանատու այս քվեաթերթիկների պատշաճ տեսքի եւ որակի համար։ Հիմա առավոտվանից ձեզ ներկայացնեմ կրկին, ասեմ օրինակ այս պայդրությամբ ենթադրելի է, որ ուժի նարատիվն է եղել մեր հանդեպ հակաքարոզչությունը եւ առավոտվանից տասնյակ ընտրատեղամասերի մոտ այսպիսի թռուցիկներ են փռված եղել գետնին։ Սա հակաքարոզչություն է, անթույլատրելի է, կրկին իրավասու մարմինների ուշադրությունն եմ հրավիրում եւ կրկին մեր քաղաքացիներին տալիս եմ այն ուղերձը, որ այս հակաքարոզչությունը, ասեմ ավելին, այս մեր հետ կապված հակաքարոզչություն մի քիչ առաջ հենց հանրային հեռուստաընկերության եթերով էր իրականացում, ինչը կրկին հակաօրինական ու հակաիրավական է, ինչի հետ կապված կրկին թե հեռուստացության եւ ռադիոյի հանձնաժողովի, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն եմ հրավիրում, բնականաբար մենք զեկույցով եւ առանձին արձանագրություն դիմումներով այս ամեն ինչը ֆիքսել ենք եւ դիմումներ ներկայացնելու ենք, բայց խնդրում եմ սա եւս որպես ահազանգ ընդունել։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։